Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում թիմ ընտրությունների ընթացքում հաղթանակ կուսակցությունների դաշինքի ավականու ցուցակում ընդգրկված ՍԴՆՕ-ն եւ նույն դաշինքի աջակիցները ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 6 անձ ձերբակալվել է։ Հաղորդում է ստացվել, որ փետրվարի 6-ին Ագարակաձոր գյուղի փողոցներից գողացել են համայնքին պատկանող ցինկե խողովակներ եւ կիսախողովակներ։ Պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի 66-ամյա բնակիչը եւ իրեն պատկանող Ջակ Բեռնատարով տեղափոխել իր բնակության հասցե։ Պարզվել է, որ Գետապ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդը Ագարակաձորի բնակիչներից մեկի հողամասից գողացել է 3 ցինկե խողովակ ու վաճառել Մալիշկայի 66-ամյա բնակչին։ 66-ամյա 21-ամյա տղամարդիկ հրավիրվել են բաժին։ Փետրվարի 7-ին Սիլիկյան թաղամասի 4-րդ եւ Սահակ Պարթևի փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ իր կողմից շահագործվող Kia Magnish-ի մեքենայով հանդերձ վարչություն է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա նշել է, որ մեքենայում խոշոր չափի թմրամիջոց կա։ Խուզարկությամբ հայտնաբերվել է 1218 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ հաշիշի յուղով 3 սրվակ։ Տեղեկություններ են ստացվել, որ Մրգավան գյուղի 47-ամյա բնակիչը պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 47-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 250 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով ապակյա տարաներ։ Փետրվարի 10-ին 61-ամյա Սեմյոնը իր վարած ման Մագնիշի Բեռնատարով Երևան գերած խավտոճանապարհին վրայերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի բնակիչ 80-ամյա Մարտիկյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, որն ապա արձանագրել է հետիոտնի մահը։ Փետրվարի 10-ին տեղ գյուղից Գորիս քաղաք ավտոճանապարհին Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահեն իր վարած Mercedes Magnish-ի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու գլխիվայր մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վարորդը եւ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Այդան, 42-ամյա Հերմին են տեղափոխվել են հիվանդանոց։ Փետրվարի 10-ին Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում բախվել են 21-ամյա Երիկի վարած Mercedes եւ 25-ամյա Մերուժանի վարած Nissan Tida Magnish-ի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշին։ Վարորդները եւ 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց։ Փետրվարի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 65-ամյա Հրանդիկն իր վարած Ford Transit Magnish-ի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ու կոաշրջված հայտնվել դաշտում, տուժածներ չկան։